Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, գործարար համայնքի հարգելի ներկայացուցիչներ, նախ ուզում եմ գործարար համայնքի ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնել այս քննարկման հրավերը ընդունելու համար եւ պիտի ուղիղ եւ միանգամից ասեմ, որ այս քննարկումը ինձ համար հետեւյալի մասին է, թե ինչպես ենք մենք միասին կառավարությունը եւ մասնավոր հատվածը սպասարկում Հայաստանի Հանրապետության պետական շահը այն ըմբռնմամբ, որ Հայաստանի Հանրապետության պետական շահը տնտեսական զարգացումն է եւ ամեն անգամ ես սա ասելիս ավելի համոզված եմ ասում, որովհետեւ տնտեսական զարգացումը եւ նրանից բխող էֆեկտներն են, որ մեզ հնարավորություն պիտի տան կամ պիտի սահմանափակեն մեր հնարավորությունները երկարաժամկետ խնդիրներ առաջադրելու եւ լուծելու։ Եվ այս առումով իհարկե ես շատ կոնկրետ խնդիր ունեմ այս աշխատաժողովի արդյունքում ինձ համար կարևոր է նաև հասկանալ, թե ինչ մթնոլորտ է տիրում գործարար միջավայրում եւ ինչ խնդիրներ կան, որ խնդիրներն են, որ կային եւ այլևս չկան, եւ որ խնդիրներն են, որ եղել են եւ շարունակում են լինել, եւ ինչ նոր խնդիրներ են առաջացել, որ խնդիրները լուծմանը մոտ են եւ այդպես շարունակ։ Իհարկե ես ասեմ նաեւ, որ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք այսօրվա քննարկումը դարձնել արդյունավետ, որովհետեւ մեր իրականության մեջ երբեմն պատահում է հետեւյալը, որ այն դեպքերում, երբ գործարար համայնքը եւ կառավարությունը հանդիպում են, կարող է լինել երկու, գուցե ավել հնարավոր մթնոլորտ քննարկման, մի մթնոլորտն է, լավ թե հավաքվել ենք, հենց անցկացնենք, գնանք ամեն մեկս մեր գործերին, իհարկե հիմնականում մասնավոր հատվածը, որ երբեմն ցանկանում է, այսպես ասած, ավելորդ նյարդ չստեղծել այդ ասելիքի շուրջ, եւ երկրորդ ռեժիմն էլ այնա, որ նյարդը այնքան շատ է լինում, որ բովանդակության վրա կենտրոնանալը դառնում է կամ շատ դժվար կամ անհնար։ Ես կուզենայի, որ այսօր, այսպես ասած, շատ լիցքաթափված խոսակցություն լիներ, բայց ըստ էության խոսակցություն լիներ, որպեսզի մենք կարողանայինք այդ թվում կառավարության մեր օրեսդիր մարմնի ներկայացուցիչների եւ մյուս գործընկերների համար լիներ մի պլատֆորմ առաջիկա անելիքների օրակարգ ձևավորելու եւ այդ օրակարգի շուրջ աշխատելու համար այն տրամաբանությամբ, որ եւ կառավարության տեսակետից եւ գործարար համայնքի տեսակետից ընկալվեր, որ մենք այդ պետական շահը սպասարկելուն ուղղված ինչ որ ընդհանուր ճանապարհային քարտեզ ունենք եւ այդ ճանապարհային քարտեզի շուրջ ունենք որոշակի համաձայնություն եւ ընդհանուր ըմբռնում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել կրկին քննարկման պատրաստակամության համար եւ հույս հայտնել, որ հենց այս տրամաբանությամբ տեղի կունենա քննարկումը, մենք այս քննարկումից դուրս կգանք մեր առաջիկա անելիքների վերաբերյալ շատ ավելի կոնկրետ պատկերացումներով եւ մենք կհասկանանք, թե կառավարության ծրագրերը որքանով են ընկալվում գործարար եւ ինչպես են ընկալվում գործարար համայնքի կողմից եւ իհարկե լիցքավորված այդ օրակարգը եւ ճանապարհային քարտեզը հնարավորինս արդյունավետ իրագործելու տեսակետից։ Շնորհակալ եմ։